Բարև ձեզ սիրելի տեսակիցներ, այսօր ուզում եմ պատրաստել բորշ, դա ռուսների ուտեստ է, բայց հին ժամանակվանից եկած է, բոլորս էլ գիտենք դա ինչ ուտեստ է, և ես ուզում եմ պատրաստեմ իմ և մայրիկիս բաղադրատոմսով, ինչպես ես սովորել եմ իմ մայրիկից, ամենքը իրենց ձևով են պատրաստում, մի քանի փոքրիկ կարելի ասել գաղտնիքներ կան, և ես ուզում եմ ձեզ հետ կիսվեմ, կարելի է ի նկատի ունենալ, և այսպես սկսենք մեր ապուրը պատրաստելը, բորշը ես ուզում եմ պատրաստել տավարի կրծքամսով, իսկական բորշը մսով, պոչով պատրաստել շատ համեղ է լինում, բայց ես հիմա մենակ կրծքամիս ունեմ, այդպես էլ է շատ համեղ է լինում, և ես նախորոք լվացել եմ, մաքրել եմ, արունը լրիվ մաքրվել է մսի, և դրել եմ արդեն եփում է, գնանք եսա գցեմ իրա մեջ, ինչը որ պատկանում է, արդեն միսը եփում է, քափը երեսից քաշել եմ, այսպիսի կտորներով իրա ոսկորները հետը շատ համեղ է լինում բորշը, այն ժամանակն է, որ ուզում եմ գցեմ, շատ լավ է ստացվում, սոխ եմ գլուխ գցում, համ ասում են պարզեցնում է մեր ագանակը ավելի, համ ավելի համեղ է լինում, դափնի տերևներ եմ գցում, մի քիչ աղ եմ անում և սև պեղ եմ գցելու, սենց ժամանակը գցում են կլոր գոլուլ պերեցը, բայց ես չեմ ուզում, սենց սև պեղն եմ աղացած գցում, ավելի լավ է լինում, իրա հետ եփում է, համը տալիս է շատ լավն է լինում, մեր ագանակը պետք է ավելի համեղ լինի, այդ ամեն ինչով, որ մեր բորշը համով ստացվի, կես ժամից հետո երևի արդեն պատրաստ կլինի, մսից է կախված, ինչքան կտևա մեր ժամանակը, որ եփվի, եթե մեծ տավարի միս է լինում, իհարկե մենք գիտենք, որ ուշ կեփի, բայց սա փոքր է, երևի մի կես ժամից արդեն պատրաստ կլինի, իսկ մինչ այդ գնանք ուղղադրությունները պատրաստել եմ, ձեր հետ միասին սկսենք պատրաստելը մեր բորշը, երկաթսան դրել եմ, որ պետք է պատրաստենք բորշը, համ սոխարածս իրա մեջ կպատրաստեմ, համ միանգամից բորշը, ինչպես միշտ սովորենք մեր հայերը հավեսով բնավարի ճաշերը պատրաստելուց բնական յուղով են միշտ պատրաստելուց եղել, բայց հիմա ժամանակները գնալով ավելի զարգանում է և ավելի լավ գիտենք, որ բուսական յուղը ավելի օգուտ է լինում մարդուն, բայց մի քիչ ես նրանից եմ գցում, մի քիչ նրանից, բորշը տարբեր տեսակի յուղ է, որ գցում ենք, ավելի համեղ է լինում, սոխը լցնենք արդեն մանր կտրտած, տեսակի սոխ եմ լցնում, երևի իմ տեսակիցները արդեն գիտեն, որ ես սիրում եմ շատ սոխ տեսքների մեջ և եթե ունենում եմ տարբեր տեսակի սոխ, ես գցում եմ, սիրում եմ այդպես, շատ համեղ է լինում, մանր սովորական կտրտել եմ, հիմա կծածկեմ կափարիչով, մի քիչ շոգ է խաշվում է, նոր հետո բացում եմ և մի քիչ դաղ եմ անում, բորշը արագ պատրաստելու համար ես ասեմ, որ ամեն ինչը պատրաստել եմ, դե կարևոր բաղադրությունը կաղամբն է, կաղամբի հետ մի քիչ գծու թարմը տաք դեղ եմ ունեցել, շատ քիչ կտրտել եմ, դրել եմ, որ կաղամբը գցելու կլինեմ ապուրի մեջ, միանգամից իրա հետ միասին կգցեմ, թարմը լոլիկներ ունեի, մանր կտրտեցի, եթե չկա թարմը, կարելի է պահածո կամ է սարեցրած, ես արդեն բուրակը, գազարը արդեն քերիչով անց եմ կացրի պատրաստել եմ և մի փոքր գաղտնիք հետո կասեմ ինչի համար եմ այս մի կտոր բուրակը թողել այս պղպեղներ եմ թարմը գցելու, ծուկների տեսականիներ եմ գցելու, տնական պատրաստած պղպեղի և խանութի տոմատի մածուկ է լինելու և մյուս փոքր գաղտնիքն է, մի քիչ լիմոնի սոկ եմ գցելու, կասեմ ինչ ժամանակ և ինչի համար, շատ փոքր, ոնց որ աղն ենք ասում, մի պտղունց, պեսոկն եմ գցելու, էլի կասեմ ինչի համար, կարտոֆիլը հիմա նայեմ սոխին,
Արդեն շոք է խաշվել է, բաց թողեմ և մի քիչ ուժեղացնեմ, թող դաղ լինի։ Հիմա ես քիչ եմ այստեղ յուղ վերցրել, որովհետև մսով եմ եփելու մեր բորշը, իսկ մեր միսը շատ յուղոտ է, և այս երեսի յուղից էլ եմ քաշում, սոխի հետ եմ լցնում, ավելի համեղ է լինում, մսի համն էլ է ավելի գալիս այդպես։ Բորշի ագանակը շատ համեղ կլինի, որովհետև երևում է արդեն ինքը յուղոտ լավ միս է։ Ռուսները եփում են խոզի մսով էլ, հավի մսով էլ, բայց մենք ինչի սովորենք վարի միսն է լինելու ապուրների համար։ Խոզի միսը մենք միշտ քիչ ենք օգտագործել և այսպես ուժեղացնեմ, թող դաղ լինի։ Արդեն համարյա պատրաստ է մեր սոխը, սոխարածը, մի 2 րոպե լինի, հիմա պատրաստ եմ մածուկեղենը։ Խանութի մածուկի մեջ լցնում եմ մի քիչ ագանակի սոկը, պատրաստ մեր մսի հյութից և այստեղ մի պտղունց։ Մածուկի հետ այսպես խանութի լինում է, չէ, որ մածուկներ մի ձևի դառնություն են ունենում, համը լավը չէ լինում, այսպես սոկը մածուկին բերում է իր տեղը համը, շատ չենք լցնում, մի փոքր։ Սկսենք արդեն լցնելը մածուկեղենը։ Սկզբից մի քիչ այս սոխարածի վրան աղ եմ անում, ավելի համեղ է լինում, պղպեղի մածուկն եմ լցնում, մածուկեղենը մի քիչ դաղ ենք անելու, նոր մեր բազուկն ու գազարը գցենք։ Շատերը կան, որ սկզբից սոխից հետո լցնում են բազուկն ու գազարը դաղ են անում, նոր են մածուկեղենը լցնում, բայց ես այսպես եմ պատրաստում, շատ համեղ է լինում։ Մի 2 րոպե այս դաղ անենք, հետո կլցնեմ նոր խանութի մածուկը։ Փոքր ենք, միշտ հիշում ենք, մայրիկս որ սոխարած էր այսպես անում, տնական մածուկով որ պղպեղի դաղեր անում, շատ համեղ է լինում, որ հացը կտրտում ենք, փաթաթ ենք անում և այսպես կլինի, չեմ հիշում հիմա։ Երեխաներից էլ է սովորացել, իրանք էլ են օգտագործում, մեկ հավես են անում, կաղա ու սղաճան։ Հիմա լցնում եմ մածուկը տոմատի։ Այս էլ 2 րոպե դաղ լինի, ու լցնեմ լոլիկը, մանր կտղպար։ Լավ կունի հավեսով, դաղ լինի, մեր պամիդորն էլ արդեն դաղ եղավ, հիմա լցնենք բազուկն ու գազարը, իրար հետ եմ լցնում։ Կարելի է արդեն այս պղպեղներն էլ հետը գցել, խառնենք, թող էսա կծածկեմ ու թող շոք է խաշվի։ Մի քիչ ագանակից կլցնեմ, առանց սոկի լավ չի լինի։ Եվ այստեղ երկրորդ փոքրիկ գաղտնիքն է, տակասին ինչի, որ մեր բուրակի ալ կարմիրը չկորչի։ Կիտրոնի սոկը պահպանում է բազուկի գույնը, որ չկորչի։ Եվ այսպես ծածկեմ, պետք է խաշվի։ Անցավ մեր 5 րոպե, տեսեք ինչքան լավ ալ կարմիր, լավ գույնը պահպանվում է։ Անուշ հոտը բուրավետ ընկել է, պղպեղների հոտը անուշ տվել է։ Հիմա ես պահը գցում եմ կարտոֆելը, դուք արդեն ձեր հարմարությանը նայեք, ինչպես է կտրել կարտոֆելը, ես չեմ ասի, ինչ որ հատուկ ձև կա կտրվելու։ Ինչպես որ ապուրների համար պատրաստում եք, այնպես էլ արեք։ Կարտոֆելը այսպես մի 2 րոպե կդնեմ կափարիչի տակ, էլի թող շոքե խաշվի, էլի համեղ այսպես ստացվում։ Մեր բազուկը, գազարը, որ շոքե խաշեցինք առանց տապակելու,
ավելի համեղ է լինում այսպես եւ ավելի մնում է իր վիտամինները մեջը կամ դաղ ենք անում։ Մայրիկից եմ սովորել այդպես, այս կարտոֆելն էլ այսպես գցենք, ծածկենք, թող մի 2 րոպե շոգե խաշվի։ Մեր բորշի միսը արդեն պատրաստ է, շատ պետք չի եփել, մի քիչ էլ կփոխանցենք, որ արդեն ամեն ինչը լցնելու ենք, հետո միսն ենք չէ տեղափոխելու, մի քիչ էլ իրար հետ ընդհանուր կեփվի ու հերիք է անջատում եմ մսի տակը, իսկ մեր կարտոֆելը արդեն հերիք է, մի քիչ էլ ագանակից լցնեմ, եթե ունենում եմ թթու կաղամբ, այս պահը գցում եմ մի քիչ թթու կաղամբ, էլի համեղ լինում շատ, բայց հիմա տարվա այն ժամանակն է, որ արդեն գարուն է, ավելի բանջարեղեն ենք ուզում ուտել, ամուսինս պատվիրեց, որ այսօր պատրաստեմ բորշ, մտքովս անցավ ձեր հետ միասին պատրաստեմ, դրա համար պատրաստում եմ բորշ։ Տարվա այս եղանակին ավելի լավ է այսպես թարմը կաղամբով մենակ անենք, ահա ես լցնում եմ կաղամբը, գծու պղպեղի հետ միասին, հիմա այսպես ծածկեմ, մի 2 րոպե թող շոգե խաշվի, այդ ընթացքում մեր կարտոֆելն կիսաեփ կլինի, կաղամբը մենք չենք սիրում, որ փափուկ եփված է լինում, ամուսինս սիրում է, որ ատամի տակ զգում ենք կաղամբը, որ ծանում ենք, դրա համար շատ չեմ եփելու, համարյա բորշը արդեն պատրաստ է լինում, հեսա ծածկեմ, թող շոգե խաշվի, գնանք, ես արդեն կասեմ հիմա ինչն ենք պատրաստում։ Սիրելի ժողովուրդ, եթե սխտոր օգտագործում եք, սիրում եք, նրանց է պատկանում այս փոքրիկ գաղտնիքն էլ։ Թարմը սխտորն է, շատ չեմ վերցնում, պետք է այսպես տրորեմ, սխտորը իր համը ավելի լավ է տալիս։ Կտրտում եմ, այսպես սարքելու ենք պաստա ոնց որ։ Սրա հետ ավելացնելու եմ աղ, հեսա կանանչեղեն մեկը կտրտեմ, կոշտ մասերը կանանչեղենի և կանանչեղենից մի փոքր մաս կլցնեմ այս մասսայի վրա սխտորի և իր հետ կտրորեմ, համերը այդպես ավելի են, մեկը մեկի փոխանցում և ավելի ուժեղ է լինում համը և մեր բորշին ավելի լավ համ կտա։ Սրա վրա մի քիչ աղ եմ անում, որ ավելի լավ պաստա ստացվի։ Սխտորի սոկը դուրս է գալիս։ Սա կանանչեղենն է կտրեմ, խառնեմ իրար հետ։ Ասեցի չէ, թարմը ռեհան եմ գցում, շատ համեղ է ստացվում։ Չորացրած ես երբեք չեմ գցել և չեմ փորձել։ Մանր կտրտում եմ, կասեմ ինչ եմ անում։ Ձեռի հետ ես մի հատ կխառնեմ, կաղամբը որ շատ չփափկի։ Հեսա մի 5 րոպե մեր կաղամբը լինի, արդեն մեր կանանչին էլ պատրաստ կլինի, սխտորի աղի հետ խառնենք և այդ անգվածը պետք է խառնեմ հիմա բորշի հետ։ Մաղադանոս եմ վերցնում, մի քիչ սամիտ և մի 2-3 հատիկ համեմ եմ վերցնում, մի քիչ ռեհան եմ վերցրել, ռեհանի տերևներ։ Հիմա այս կանանչեղենի կոշտ մասերը և թանուր կանանչուց մի քիչ վերցնում եմ, սխտորի վրա եմ լցնում և նորից անակով սկսում եմ ծեծելը։ Այսպես համերը խառնվում է իրար և շատ համեղ է ստացվում մեր
ապուրին շատ լավ համ է տալիս, որ գցում ենք եփերին։ Անուշ հոտերը ընկել է, սխտորի, կանանչեղենի, թարմ հոտերը գալիս է։ Այս զանգվածը կլցնեմ մեր ապուրի մեջ էս։ Այս մնացածը վերջում կլցնեմ։ Պետք է անջատենք մեր բորշը, որ պատրաստ արդեն լինի, կլցնեմ, մի հատ կբլտա ու կանջատեմ։ Կաղամբն էլ արդեն մի քիչ շոգ է խաշվեց, շատ չենք անում։ Այսինքն եթե նայած ով ինչպես է սիրում, կա մարդ, որ սիրում է կաղամբը մեջը հալված։ Հիմա ես մեր ագանակը փոխանցում եմ։ Մսի կտորներն եմ գցում մեջը։ Արդեն ինքան լավ եփել է, որ ոսկորներից առանձնանում է։ Մի հատ այսպես խառնենք։ Գույնը տեսեք պահպանվում է բազուկի։ Այն մոմենտը, որ ես գցեցի լիմոնը, մի քիչ աղ եմ լցնում այստեղ։ Աղը միշտ ասում եմ, իսկ ուշությունով ենք անում, համը կտեսնենք հետո վերջում։ Մի քիչ սև պղպեղ եմ գցում։ Եվ մեր պատրաստած պաստեն եմ գցում, որ ասեցի։ Աղն է, սխտորն է և կանանչեղենն է։ Մի 5 րոպե այսպես կեփի ու արդեն պատրաստ է մեր բորշը։ Անուշ հոտերը ընկել է։ Ափսոս, որ այսպես չի կարելի փոխանցել, չեք կարող տգալ հոտերը։ Ծածկենք, թող եփի մի 5 րոպե։ Արդեն մեր բորշը պատրաստ է, վերջի պահն է արդեն։ Սենց գույն է, լավ սիրուն գույն է։ Ակցում եմ մի քիչ կարակ, վերջում։ Այդ էլ եմ մայրիկից սովորել, շատ համեղ է լինում անջատելու ժամանակ։ Գցում եմ կարակը, կանանչին, մի հատ բլկում եմ ու անջատում եմ։ Հետ ինչքան հավեսով կաղամբները մնում է, երկար բարակ կտրած։ Հիմա անջատեմ ու վերջում ասեմ ինչ եմ անում սա։ Այսպես բարակ կտրտում եմ և թողնում եմ։ Այս տաքության մեջ կափարիչ դնում եմ և ինքը էլի գույն կդուրս գցի։ Էս էլ է լավ գույն տալիս։ Բազուկը ոչ թե քերած ենք գցում վերջում, այլ կտրտած կտորներով։ Մամջան շատ լավ բաներ է սովորացրել ինձ և այդպես ես սովորում եմ քեզնից շատ բաներ, սովորել եմ և կսովորեմ։ Սենց ծածկեմ և թող մնա։ Մի 5 րոպե, 10 րոպե այսպես ծածկված կմնա, նոր ես ցույց կտամ։ Այս գույների համար շատ հետաքրքիր մի մոմենտ կա, պատմեմ, հետաքրքիր է, ինչքան պատրաստում եմ այս բորշը, հիշում եմ այդ մոմենտները։ Մինչև այստեղ գալը Սամարայում էինք ապրում, մեծ տղաս այն ժամանակ փոքր էր, մի 7-8 տարեկան կլիներ, քրոջս աղջիկն էլ էր, եկել էր մեր տուն հույր, փոքր երեխեքը իրար հետ հավեսով ընկած, շատ մտերիմ էին իրար հետ։ Մի օր որոշեցի այնտեղ բորշ եփեմ, այս երեխեքս որոշեցին, որ մեկ ասում մամ կարաս, սենց գույն եփես բորշը, քրոջս աղջիկը ասում մոքր կարաս, այս գույն եփես, որպես երեխաներին չնեղացնեմ, որ մեկը չասի մամային ասեցի, իմ ասածը չարավ, մորքուրին ասեցի, իմ ասածը չարեց, վերցրեցի, եփեցի 2 օր իրար վրա բորշ։ Մեկը եփեցի մուգ գույն, որ լավ կարմիր լինի, իսկ մյուսը եփեցի, սենց որ նոր ցույց տվեցի, այդպիսի մի քիչ բացոտ գույն։ Եվ երեխաները հավեսով այդ 2 օրը իրար վրա բորշ էին ուտում։ Հիմա գիտի իմ քրոջ երեխան ինչից եմ խոսում,
Բարև Անահիտ ջան։ Միշտ հիշում եմ այդ օրերը, ես էլ եմ պատկերացնում, որ դու էլ ես այդ օրերը շատ հիշում։ Իրանի այն ժամանակները պատրաստում եմ բորշը, միշտ հիշում եմ այդ պատմությունը։ Հիմա ասես ծածկած թող մնա մի 5-10 րոպե, մի քիչ գույնը կդուրս գցի այդ արանքում։ Նոր կլցնեմ մատուցման ամանի մեջ եւ կասեմ ինչպիսի համ է եղել։ Անցավ մեր 10 րոպե, ժողովուրդ ջան, արդեն ուզում եմ մատուցման ամանի մեջ լցնեմ։ Տեսեք, որտեղ որ բուրակները պահածա, ոնց է կամած գույնը դուրս գցում։ Դրա համար սա ինչքան որ մնա, ավելի գույնը դուրս կգցի։ Սիրում եմ, որ քյավամը ավելի շատ է լինում։ Երեսին կդնեմ։ Տակ չեմ սիրում, բայց պետք է որ փորձենք։ Անուշ հոտ ընկել է, այդ շատ սխտորի, կանանչեղենի, ամեն կվադրատոմսին շտել եմ, բրախավեսով գալիս է հոտերը, ախորժալի է։ Շատ համեղ է, ես ես հետո կուտեմ, շատ համեղ ստացվեց մեր բորշը, առաջի անգամ չեմ պատրաստում, գիտեմ ժողովուրդ ջան, փոքր տեսակի գաղտնիքներ կար, ինձ թվում է, որ դա ձեզ պետք կգա, հետագայում որ դուք եք պատրաստեք, փորձեք իմ բաղադրատոմսով, կտեսնեք, որ համեղ է ստացվում, շատ շնորհակալ եմ բոլորից, և գրվողներից, և մեկնաբանողներից, ինչ ասեմ, այս քամը շատ ուրախ տրամադրություններով պատրաստեցի, ու միշտ էլ պատրաստում եմ լավ տրամադրություններով, որ իմ ժողովրդի հետ շատ հետաքրքիր է լինում ցույց տալ այս տեսահոլովակները, լավ մնացեք, մինչ հանդիպում։